վերականգնեցի, հաստատեցի իմ փոխհարաբերությունը Քրիստոսի հետ, նաև ձեռք բերեցի նոր Աստծով զորավոր հրաշալի ընկերներ։ Ինչպես Հովն էր ասում, լսելով լսել է Աստծո մասին, բայց հիմա տեսնում եմ։ Քրիստոսի դպրոցը թույլ տվեց, որ Աստծո ճանաչենք ել ավելիով ու մեր հայացքը ուղղենք դեպի իրեն։ Լիքը ընկերներ։ Մի նոր կյանք հիմնված է Հիսուսի մասին ավելի խորը եւ ճշմարիտ իրականության վրա։ Քրիստոսի դպրոցը տվեց խորացված ուսուցում եւ տեղեկություն քրիստոնեական կյանքի հիմնական գաղափարների եւ հիմքերի մասին։ Քրիստոսի դպրոցը տվեց ինձ գիտելիքներ եւ կարևորություն Քրիստոսին ծառայելու եւ նրա գործը անելու համար։ Քրիստոսի դպրոցը ավելի խորացրեց իմ արմատները ու նոր հիմքեր տվեց քրիստոնեության մեջ ու մի քանի բան, որ ավելի կարևորություն ստացան իմ կյանքում, դա աղոթքներ, ծոմապահությունը եւ Տիրոջ խոսքը տարածել։ Քրիստոսի դպրոցը ինձ տվեց աստվածաճանաչողության մի նոր մակարդակ եւ հետաքրքիր փորձառություն հոգեվոր կյանքում։ Քրիստոսի դպրոցը ինձ տվեց Քրիստոսի կյանքի եւ կամքի մասին նորանոր հայտնություններ եւ տեղեկություններ։ Քրիստոսի դպրոցը ինձ տվեց հիմնային եւ գիտելիքներ, թե տեսական, թե պրակտիկ, իրական քրիստոնեի ապրելակերպի մասին, բացի նաեւ ցույց տվեց, թե իրականում ապրել եմ Քրիստոսի համար, թե իմ համար որպես քրիստոնյա ապրել եմ ու սովորեցրեց ինչպես էլի ճիշտ ապրել Քրիստոսի համար, ինչպես պետք է այդ անձնազոհությունը լինի ու ինչ ձևով պետք է լինի իրական քրիստոնյան։ Շնորհակալ եմ Քրիստոսի դպրոցի համար, նրա օծված ուսուցիչների համար, որ նրանք խորը ուսուցում տվեցին Աստծո փառքի համար, Աստծո գործի համար։ Քրիստոսի դպրոցը ինձ նոր շունչ տվեց իմ կյանքին որպես քրիստոնյայի։ Ուզենայի, որ մի քիչ ավելի երկար լիներ, որպեսզի ավելի մանրամասն կարողանայինք ուսումնասիրել Աստծո խոսքը ու խորանալ իր ճշմարտության մեջ եւ նաեւ գործնականի վերածել, կյանքի վերածել, որ լինենք ոչ միայն Աստծո խոսքը լսող, այլ նաեւ կատարող։ Քրիստոսի դպրոցը ինձ համար դարձավ պատճառ ավելի խորությամբ հասկանալ Աստծո կամքը։ Գիտություն, որը տանում է ոչ թե հպարտության, այլ դեպի Քրիստոսի վրա կենտրոնացման։ Քրիստոսի դպրոցը ինձ տվեց համարձակություն, քարոզելու համար եւ սրտացավություն աշխարհից մարդկանց բերելու համար։ Քրիստոսի դպրոցը տվեց ինձ, որ ավելի լուրջ նայեմ հոգեվոր կյանքին ու վերանայեմ հոգեվոր կյանքս, ել ավելիով ծառայելու Աստծուն, ել ավելիով նմանվել Աստծուն։ Քրիստոսի դպրոցը ինձ օգնեց լինել ավելի կարգապահ, ավելի պատասխանատու, ավելի ջերմեռանդ կերպով փափագել, փնտրել Աստծո երեսը։ Շնորհակալ եմ Աստծուն այս ընձեռված հնարավորության համար, հենց այս դպրոցի համար, որ հնարավորություն ունեցա սովորելու, եւ Քրիստոսի դպրոցի շնորհիվ նորովի ճանաչեցի Քրիստոսին մի նոր ձևով, որ երբևէ չեմ պատկերացրել, որ կարող եմ ճանաչել։ Որոշումս է քայլել Քրիստոսի հետ այն ճանապարհով, որը նա պատրաստել է ինձ համար, նաև լսել եւ հնազանդվել Սուրբ Հոգու ձայնին։ Քրիստոսի դպրոցից ունեմ այս որոշումը, որ այստեղից վերցած արժեքների մեջ հավատարիմ լինել։ Որոշում եմ կայացրել Աստծո մեջ լինել ավելի սկզբունքային եւ նպատակասիրած։ Դառնալ Քրիստոսի դպրոցի ուսուցիչ։ Որոշումը մեկն է եւ ել ավելի հստակ, որ ծառայել Տիրոջը ամբողջությամբ եւ ամբողջովին։ Գնում եմ որոշումով, որ պետք է իմ մարմինը ճնշեմ ու թույլ տամ, որ հոգին բարձրանա ու անեմ այն, ինչ որ հոգին կորոշի ինձ համար։ Ես որոշել եմ այլևս չզիջել, վերցնել հոգուսուրը եւ կռվել Հիսուսի անունով։ Ամեն։ Որոշումս մեկն է կանգնել հաստատ եւ անել այն, ինչ որ Տիրոջ կամքն է։ Այն որոշումով եմ գնում, որ պետք է ապրեմ ոչ թե իմ համար, այլ Քրիստոսի համար ու այն ինչ որ այս ընթացքում սովորել եմ, կարողանամ կիրառեմ հենց իմ կյանքի մեջ ու նաև թողեմ, որ այդ գետը, որը կբխի մեր միջից, տարածվի նաև այլ մարդկանց կյանքում։ Որոշում կայացրեցի ուսուցնորոգել Աստծո հետ եւ անմնացորդ նվիրվել Հիսուսին։
որոշել եմ, որ պիտի կպնեմ Քրիստոսին ել ավելի, խաչը վերցնեմ ու Քրիստոսի հետևից գնամ։ Իմ որոշումն է ավելի նվիրվել Տիրոջ ծառայությանը ու գործին։ Ոչ թե ես, այլ նա։ Որոշում եմ կայացրել պատրաստ սրտով սովորելու եւ սովորածս գործադրելու մեջ։ Կարելի ասած ուխտով եմ գնալու եւ հուսով եմ, որ Տերը կօգնի, որ իմ ուխտը իրականացնեմ։ Որոշումները շատ են, բայց համար մեկ որոշումը յուրաքանչյուր իրավիճակում նայել միայն Աստծուն, չնայել իրավիճակներին ու չնայել հանգամանքներին։ Քրիստոսի դպրոցի շնորհիվ որոշեցի փնտրել միայն երկնքի արքայությունը, նրա արդարությունը ու կամքը ամեն իրավիճակներում ու անկախ ամեն իրավիճակներից եւ նայել միայն Քրիստոսին, ուղղել հայացքս դեպի նա եւ տարածել այն ճշմարտությունները, որ այստեղ սովորեցինք, որպեսզի մարդիկ հեշտ աստվածապաշտությունից անցնեն դեպի ճշմարիտ աստվածապաշտություն։ Դիտի վերջում բանը չեն տենում, չէ՞ ուրիշ մարդիկ բան տենց կդրեն բաների մեջ տնեն։ Մի գոռոզացիր։ Այդ հարցը չի սովորել։ Մի գոռոզացիր։ Հա։ Քեզ տվեց Քրիստոնի մի հատ էլ։ Վայ, լրիվ փոխեցի ասելուս իմաստը։ Չէ, ուրեմն ինձ ոչ մեկ չգցի, ոչ միտեղ։ 2-3 վիդեոներս դնջրեք։ Չէ, ես համաձայն չեմ Insta, Facebook բան։